ընթանում, վաղ առավոտից այստեղ ենք եղել, 8-15 րոպեից արդեն նկատելի էր մի քանի մերձակա տարածքում, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հստակ ուղղորդող անձ, ում որ ես տեսանկարահանել եմ, տեսանյութեր եմ արել, 45 րոպե հետո նորից վերադարձա, տեսա, որ արդեն այլ մարդկանց էր ուղղորդում, մի 50 րոպե էլ որ անցավ ինքը եկավ ընտրեց, ընտրատեղամասում փորձեց, որ մի տարեց պապիկի օգնել, իհարկե արձանագրեցինք եւ խախտումը արձանագրեցինք անպայման, որովհետև այդտեղ օգնության կարիք չկար, հստակ էր, որ ինքը ուզում էր ուղղորդել վստահ լինելու համար, որ իր ցանկացած քվեաթերթիկն է դնելու պապիկը ծրարի մեջ, այդ մի հատը խախտումը արձանագրել ենք եւ չենք թողել։ Դրանից հետո նա եղել է 14:28 ընտրատեղամասում Ագիշտի Մեխակյանի քվեարկության ժամանակ կրկին շքախմբով, բոլորին հետևել է, որ ընտրեն իր ցանկացած թեկնածուին, այնտեղ իր հանձնարարականը կատարելուց հետո նորից վերադարձել է այստեղ, արդեն այստեղ արձանագրել ենք 4-րդ տեսանյութը, որտեղ խուսափել է ներկայանալ, անուն ազգանունը չի ներկայացրել եւ նորից իր մոտ հավաքված էին 10-ից 15 անձնավորություն, ում որ հստակ ուղղորդում էր։ Իմ ահազանգին ոստիկաններին, որ խնդրում եմ եկեք եւ ընտրատեղամասի մոտիկ կուտակումները վերացնենք, ասել են, որ չենք կարող միջամտել։ Ոստիկանները ահաբեկված են, վախենում են եւ հստակ է, որ ուղղորդում են ընտրախախտումներով է ընթանում այս ընտրատարածքում, այս երկու ընտրատեղամասերում 14-29 եւ 14-28-ում հստակ ուղղորդումներ կան, ապօրինի ընտրություններ են անում, ուղղորդված մարդուն բերում են, հասցնում են այստեղ, նոր տեսնում են, որ մենք այստեղ ենք, ինքը հեռու է կանգնում, որ այդ մարդը մոտենա անում։ Այսինքն ուղղորդումներ, կուտակումներ, ցուցակների հետ կապված, օրինակ այլ ընտրատեղամասերում ավել մարդիկ կան հասցեներում գրանցված, այստեղ ոնց է վիճակը։ Այստեղ էլ կային մարդիկ կան, որ ասում են մեր տան վրա այլ մարդիկ կան, ում որ չենք ճանաչում, բայց երբ որ ասեցինք, որ դիմեք ոստիկանություն կամ դիմեք անձնագրային բաժին, ասեցին, որ շարից փորձանքից հեռու։ Այսինքն մարդկանց մոտ հստակ վախ կա, բայց ես սիրելի ընտրողներ ուզում եմ նորից օգտվելով առիթից կոչ անել, որ չվախենաք, ճիշտ ընտրեք, ճիշտ ընտրություն արեք, քվեախցիկում դուք մենակ եք, որևէ մեկը ձեզ իրավունք չունի եւ չի էլ կարող հետեւել, դուք կատարեք ընտրությունը ձեր խղճի մտով եւ այնպես չանեք, որ այդ միածինն էլ մեր հոգեվոր մայրաքաղաքն էլ դառնա դժգույն ու դժբախտ։ Շնորհակալություն։